Երեք ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած Toyota Magnish-ի եւ 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող BMW Magnish-ի ավտոմեքենաները։ Վարորդներից Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված եւ բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով Էրիկ Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր Թութու Լավան է։ Այնել եկավ խոշոր բիզնեսատերերին 109 միլիոն դրամի վարչական տուգանքի չափով։ Ասենք որ ասենց գումարներ եք ուղարկում։ Մտածում եք, օրինակ մարդ կարա բացին տեղում ինֆարկտ ստանա, ոնց է։ Ո՞վ է պատասխանատու։ Գիտեմ, որ ձեր աշխատավարձը 200-ից 300,000 դրամ է, դուք հաճույք եք ստանում մարդուն, ով որ մեծ եկամուտ է ստանում նվաստացնել, բայց իմ դեպքում դա չպետք է լինի։ Ես ոչ բիզնեսներ ունեմ, խոշոր բիզնեսատերերին եք 100-150 միլիոն դրամ տուգանում։ Եկել եք ինձ, որ ոչ բիզնես ունեմ, ոչ արկ ու վաճառքի հետ եմ, գովազդային ծառայություն եմ անում Instagram, TikTok-ով, որը սկի Հայաստանին էլ չի պատկանում, որ երկիրը ուզեմ կարամ եք գովազդային ծառայությունը անեմ, հասկացել ենք մի բան, օրենքի երկիր ենք դարձել, մենք էլ օրենքի մեջ ենք, այն օրվանից, երբ որ ականջներից հասել է, որ գովազդային ծառայությունը Instagram, TikTok-ով արդեն պետք է հարկային դաշտ մտնի, մենք էլ թունել ենք այդ ամեն ինչը, բայց երբ որ 2-ից 3 տարի ցելով հետևեք, ու ճիշտ չեմ համարում, 2 տարին շատ մեծ է, 3 տարին, կարայք ընդամենը 2 ամիս հետևեք օրինակի համար, ու ասեք տղա ջան, հələ մի հատ սթափվի, ոչ թե օրենք էիք հանում, այսուհետ բլոգերները մյուս տարվանից պետք է մտնեն հարկային դաշտ, բայց թու լավային, չգիտես խի, 2 տարի ցելով հետևել եք, թե տեսակ նարկոտիկի գործ չեմ անում, փողերի լվացում չեմ անում, իմ հալալ քրտինքով, այն քրտինքով, որ ես օրեր չեմ քնել, տարիներ չեմ քնել, թուկումուր կերել եմ ամեն տեղից, ու այսօր Աստծու շնորհիվ բարձրացել եմ վեր, այդ փողերն էր ձեր աշկին երևում, հասկացանք օրենքի երկիր է, մենք մտել ենք օրենքի մեջ, հետինով հաշվարկ եք անում, երբ որ տենց մի բան չէր, ով է տեսել TikTok, Instagram-ի համար, հասկանում եմ, ցավում է, երբ որ դաստով փողերը տենում եք, բայց ծախսերը դուք խի չեք տենում, ամեն ինչը ձեր աշկին երևում է լավ, այդ որ ավտոներ եմ նվեր տալիս, խի չեք հաշվում, մենակ ունեցվածքն եք դրեք գումարում, ես չեմ էդի հասկանում, ինչ անենք, թողենք գնանք այս երկրից, մեկ է վիդեոներ ենք իմանում, որ արդեն բլոգերներին էլ են հարկ մտցնում, այդ վիդեոներից հետո գնացել ենք, արձի ենք բարձել, այն դաժե հիմա որ ասեմ, այսի օրենքին դեմ բան եմ արել, բարտեր աշխատել եմ, հանել եմ ՀԴՄ եմ, տպե ասել եմ ոչինչ պետությանս կգնա այս փողը, այդ ապրանքի չափով, երբ որ շուխուրը ընկել է, իմացել եմ, գնացել եմ, դուք ինչ 109 միլիոն դրամ հագցնում եք, ուզում եք հագցնել, թե ինչ եք ուզում, թշնամին դառնամ պետությանը, ես թշնամի չեմ ուզում ոչ մեկի հետ դառնամ, ամեն ամիս տեսեք ինչքան հարկ եմ վճարում, խեք նեղացնում ինձ, այն մարդը, որ իր կյանքը, պիղծ կյանքը թողել է ճիշտ ընտանիքով օրինակ է ծառայում, ու ցույց է տալի, որ 0-ից ընկած մարդը կարա բարձրանա, իր հալալ քրտինքով, ոչ քո տված, ոչ մյուսների Աստծուց տված շնորհով, բժշկումով, ես մարդկանց փորձում եմ օգնեմ, այդ որ դուս եմ տալի, նվերներ եմ տալի, դրան խի չեք գրես, որ ուղարկել ես 109 միլիոն, խի չես գրե կողքը, օրինակ ավտոյա տվե, մինուս այսքան, մինուս, թե կասես մինուսներով եմ տվե, վիրավորված եմ, որ 2 տարի հետևել ես, ես հասկանում եմ, փող եմ աշխատել, բայց ես ոչ խանութներ եմ բացել, առևտուր եմ արել, իմ հալալ քրտինքս, որ գիշերները գնացել եմ ցերեկներով, վիդեոներ եմ արել, թուքումուր եմ կերել, կոմենտները կուլ եմ տվել այսօրվա դրությամբ, որ բերեկիզի 109 միլիոն, elə վարձով եմ ապրում, 109 միլիոն ունենեք, եթե տուն կառնեի, սախորը չէի դնի, ասեի, Աստված ջան, հավատում եմ, չեմ ասում փող չեմ աշխատել, լավ էլ աշխատել եմ, բայց 109 միլիոն, ինչ է կատարվում, չեմ հասկանում,
Սես կոստյումով հանցագործներ է։ Կա ինչ-որ բլոգեր կամ շոու բիզնեսի մի մարդ, որ իմ չափ հարկ վճարի։ Այդ մի հատ նստենք համեմատենք։ Խեք ամենախոշոր հարկատուին, որը ես ինքս համարում եմ խոշոր հարկատու։ Եկեք նստենք համեմատենք, դուք ինձ նեղացնում եք։ Ինչ եք ուզում։ Ուզում եք էլ ինչ, այս 109 միլիոնը տենանք վախից, պապիրոս դնենք, ընկնենք բլուշկեքի մեջ, դեղի հագնենք, հա, ցենց սովորական մարդը, որ Աստծուց հեռու է, լուրջ եմ ասում, ինքը ինֆարկտ ստանա, ամենաբար կարող է գնել կախի, 109 միլիոն, 250,000 դոլար անում այսօրվա կուրսով։ Չեմ հասկանում, ի՞նչ է ձեր ուզածը։ Այս հարցը մենակ Աստված կարա լուծի, անկեղծ եմ ասում։ Ու Աստծուց ես իմ հույսը չեմ կտրում։ Ու այսի եւս մեկ ապացույց կլինի, կտեսնեք, որ Աստված ամենակարողն է։ Ով ուզում է լինի, այս հարցը ես ոչ մեկին ոչ կդիմեմ։ Տուն ասելով մնացի։ Չեք թողում մի հատ կանխավճար տամ հիպոթեկով տուն առեմ։ Չեք թողում, այստեղ է սա։ Տեսակ, քանի տարի սև ցուցակ է, գնացի սև ցուցակից դուրս եկա, ասի աղձերով մաքուր ապրեմ, եկակ հայաբարի, որտեղ հայեր ես, կգան կհագցնեն, ուրիշ բան, տխուր եմ, նեղացած եմ, չնայած նեղանալու իրավունք է չունեմ, Աստծու մարդը պետք է չնեղանա, ուղղակի հիմա ջղայնացած եմ, սենց բան եմ ասում, Աստված ձեր հետ, կապրենք, կտեսնենք, ով վերջում ինչ է լինելու, Տեր Հիսուս, ամենակարող Աստված, դիմում եմ քեզ այս հարցով, խնդրում եմ այս հարցս կատարյալ լուծես, Տեր ջան, բացի քեզանից ոչ մեկ եւ ոչինչ չի կարա։ Տեր հակառակորդը տենում է, որ ես քեզ բարձրացնում եմ ու ինձանով լիքը մարդիկ կարան գնան փրկության։ Ինքը ինձ ամեն ձև փորձում անենց անի, որ ես սոց հարթակներից դուրս գամ, նեղանամ ու չերևամ։ Հակառակորդ սատանա, դու պարտված ես։ Դու պարտված ես 6000 տարի։ Դու կարաս մենակ ուզենաս փողով ինձ տխրեցնես, բայց փողը զիբիլա, այսինքն զիբիլա, բայց սրա հետ չեմ համաձայնվի, որովհետև դա ճիշտ չի։ Երբ որ մարդը ապրում է ճիշտ ու չունի բիզնեսներ, այն մեծ բիզնեսատերերին ես խոշոր, չեմ ուզում անուն տամ 100 միլիոնս քիչ ես տալիս։ Եկել ես մի մարդ, որ գովազդովա զբաղվում, քրտնաջան 109, թեկուզ սա իրական չի, ենթադրություն է։ Այս 109 միլիոնը մարդ տենա, ինֆարկտ ստանա, անելուց մի քիչ գիշերները խիղճ բարձ դնելուց ջոգեկուրեք։ Ես ձեզ օրհնում եմ ու ձեզ Հիսուսի անունով խնդրում եմ, մի քիչ խիղճ ունեցեք։ Դուք գիտեք, այսպես բաները ում կարա գնա, փողերը լվանում կամ ինչ որ մաքուր վարձով ապրող մարդ եմ, որը Աստծու փառքն եմ տարածում ու Աստծու համար եմ ապրում ու իմ ընտանիքս կատարյալ որ մաքուր լինի։ Ու այսօր եկել եք տես մարդ ուզում եք նեղացնել։ Էլ բան չեմ ասում, որ հանգարց մեղքի գործ եմ։ Ես կյանքում հարկերից չեմ խուսափել։ Ես ուղղակի չեմ իմացել, որ տենց կարա լինի, երբ որ TikTok, Instagram-ով դու փող ես աշխատում, պետք է պետությանը հարկ վճարես։ Ես երբ որ իմացել եմ վիդեոների տեսքով, շուխուր էին գցել, որ արդեն այսուհետ պետք է բլոգերներն վճարեն հարկեր, ես այդ դեպքերից հետո անմիջապես գնացել եմ մտել եմ հարկային դաշտ։ Էդի այնչի, որ օրինակ դիտավորյալ ցելով գնաս ուզենաս պետությանը վնասես ու հարկեր թաքցնես, ես հարկեր թաքցնող չեմ, ես աստվածաշնչով փորձում եմ մաքսիմալ ճիշտ ապրել։ Երբ որ Աստծունն է, պետք է կայսրին լինել։ Աղոթք եմ արել շատ դեպքերում, ասեմ Տեր ջան, ես ինչ ճիշտ չեմ համարում, էլի։ Ես իմ Աստծունը տալիս եմ, իմ բաժինը, բայց պետությանը չեմ տալի։ Խնդրում եմ ինչ որ ձև հայտնի, հեռուստացույցով, սոցցանցերով, զանգով, ասել են տղա ջան, դու պետք է հարկային, անմիջապես գնացել եմ, չեմ իմացել, ուղղակի ես համաձայն չեմ, եթե օրենք եմ խախտել, 2 տարի հետևեք, լավ սենց չաղացնեք, գաք մարդուն դմփեք, արդեն երկար ժամանակ է ես աշխատում եմ հարկային դաշտով, հիմա ինչ գնանք կախվենք, որ չենք իմացել, ասում եմ 2 կոպեկ փող եմ ունեցել, հավաքած, որ ասենք մե տան կանխավճար անեմ, եկակ, էտե, սև ցուցակից հանիկ, էտե, եկակ այստեղս, թո Աստված օրհնի բոլորիդ, ու այս ցավը ոչ մեկը չտենա, ու ցավ եմ ապրում, որ երբ որ փորձում եմ ամեն ինչ անեմ մաքսիմալ ճիշտ եւ մաքուր, միշտ ինչ որ մի ձև գալիս է, բայց հույսս Տերն է, մանթո չեմ ընկնում, ելի եմ ասում, բառերիս մեջ եթե կան ինչ որ բառեր վիրավորական են,
Ներողություն եմ հայցում, Աստված ինձ հետ գնում ենք առաջ, Հիսուս Քրիստոսով օրհնում եմ համ այս նամակ ուղարկողին, համ այն հետևողներին, համ այն մարդկանց, ովքերին վատն են ուզում ու այսպես հենց հիմա այս վիդեոն տեսնում են, ուրախանում են, ասում են ջան, թու լավային հագցրին։ Ոչ, սիրելիներս, թու լավային ոչ մեկ չի կարող հագցնի, որովհետև ամենակարող Հիսուս Քրիստոսը իմ պապան է։ Ուղղակի էլի ներողություն բառերիս համար էս հագցնել, մագցնել, ուղղակի այս պարագայում ուրիշ բառ չեմ կարող արտահայտել։ Ներողություն եմ խնդրում։ Սիրում եմ ձեզ Աստծո սիրով։